Սեփական ճանապարհից միայն 26% մասնաբաժին կունենա Հայաստանը։ Սա Սյունիքով անցնելի ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին կոչված երթուղու գոյության առաջին 49 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների հետ մյուս 50 տարվա համաձայնությանը հասնելուց հետո Հայաստանի շահույթը գուցե արդեն 49% կազմի։ Սա կլինի ուրեմն ժամկետի երկարացման համար Հայաստանի Հանրապետության կողմից արվող եւ նրան տրվող միակ գործողություն, այսինքն ժամկետի երկարացման պարագայում 49% բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլ ներդրում պարտավորություն չի ստանձնում։ Գրեթե կես դար հետո Հայաստանը լրացուցիչ պարտականություններ չի ունենա Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող ամերիկյան երթուղու հետ կապված, բայց այդ դեպքում էլ փաստացի դարձյալ շահույթի հիմնական մասը մեր երկրին բաժին չի հասնի։ Մասնագետների գնահատմամբ TRIP ծրագիրն այսպես այս տեսքով եւ ոչ մի կերպ չի կարող Հայաստանի համար շահավետ լինել։ Սա աննորմալ պրակտիկա է, որտեղ սա մեր տարածքն է։ Սովորաբար պետությունը գերակա տոկոս է ունենում, այսինքն եթե անգամ ինչ-որ մեծ քանակով տալիս են շահաբաժինները, ապա գոնե որոշիչ փաթեթը մնում է պետության ձեռքում կամ գոնե պայմանագրերը կնքելուց հստակ ցուցիչներ են նշվում, որ առանց պետության համաձայնության հետագա գործողություններ լինի շահաբաժինների փոխանցման կամ դրանց վաճառքի հանելու կամ դրանց ինչ-որ այլ կերպ օգտագործման, քան պայմանագրում է սահմանված, բացառապես պետության համաձայնությամբ է լինի։ Իսկ մեր պարագայում մենք չունենք նմանատիպ բրիֆներ։ Այսուհանդերձ նախարար Միրզոյանը շտապում է փարատել այլ մտահոգություններ, շահարկումներ են աչքի տակ ընկել, թե գուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջպետական համաձայնագիրը չբխի օգոստոսի 8-ին, հետո նաև հունվարի 13-ին ստորագրված փաստաթղթերի տրամաբանությունից։ Վահա ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրը ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին եւ արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում եւ օգոստոսի 8-ի եւ հունվարի 13-ի փաստաթղթերին եւ նաեւ որոշակի մանրամասներ ուղղակիորեն ասվում է, որ պետք է կարգավորեն այնպես, ինչպես օրինակ հունվարի 13-ի շրջանակային իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում է սահմանված։ Գոնե այնքանով, ինչքանով հրապարակված է տեղեկատվության մանրամասների հետ կապված մեծ խնդիրներ կան, որովհետև այնտեղ չի մասնավորեցված ոչ օգտագործման պայմանները, ոչ այդ պայմաններում Հայաստան պետության որոշիչ դերը եւ մնացած ուրեմն տարրերը, որոնց վերաբերյալ ես ենթադրում եմ ինչ որ համաձայնություններ կան, բայց դրանք գաղտնի են պահվում հանրությունից։ Ինչ վերաբերում է վերջին օրերին մամուլում շրջանառվող TRIP Plus հիմնադրամին, որը ղեկավարելու է Հայաստանում բիզնեսներ ունեցող ազգությամբ ռուս Կոստանտին Սոկոլովը, արտգործնախարար Միրզոյանն ասում է, այս հիմնադրամը մեր երկրում ստեղծվելիք TRIP ընկերության հետ անուղղակի կապ է ունենալու։ TRIP զարգացման ընկերություն ԱՄՆ կոչվող ընկերության մեջ եւ այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու համար ստեղծվում է մի ամերիկյան ընկերություն, որի անունը TRIP Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման սպիտակ տանն այս ծրագիրը հայ-ամերիկյան ու նաեւ ադրբեջանական ստորագրություններով հաստատելուց գրեթե 1 տարի հետո այն հասնում է մեր երկրի սահմանադրական ատյան։ Մայր դատարանի սեղանին է հարցն արդեն Սյունիքով ադրբեջանցիների անխոչնդոտ անցուդարձը դեպի Նախիջևան եւ հետո Ադրբեջան կհամապատասխանի Հայաստանի մայրօրենքին։ Սահմանադրական դատավորներն իրենց կանաչ լույսը վառեն։ TRIP տրցակը Բաղրամյան 10-ից կբարձրացնեն նույն պողոտայի 19-րդ շենք ազգային ժողով, այսինքն նորընտիր խորհրդարանի վտիտ ուսերին միանգամից ճակատագրական հարցեր կդրվեն։ Երևան Դավթաշեն վարչական շրջան մեր օրեր հերթական բարձրահարկի ֆունդամենտն է փորվում, որպեսզի որոշ ժամանակ անց տարածքում իրականացվեն բետոնապատման աշխատանքներ։ Ինչպես տեսնում եք, ֆորման աշխատանքներն առաջացնում են մի բան, որ մեր աչքին արդեն շատ սովորական է դարձել՝ փոշի։ Երևանյան օդը հագեցած է փոշով։ Դրա չափականակը նկատելիորեն մեծանում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամին ուժգնանում է։ Բայց վերադառնանք Մկոյան փողոցի ապագա նորակառույցի հիմքի փորման աշխատանքներին։ Ոչ վաղ անցյալում գործադիրը կարծես նորմեր սահմանել, որոնք արգելում էին շինարարին ամեն ինչ անել այնպես, ինչպես դա արվում է այս կադրերում։ 2026 թվականի հունվարին ընդունված նորմերով կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումներ գնելու եւ շինհրապարակները կահավորելու
կարգավորելու համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն 1 ամիս։ Այսպիսով, Հայաստանի բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում, պետք է իրականացվեն փոշենստեցման միջոցառումներ, պետք է կիրառվեն օդի մաքրման համակարգեր, փոշե որսիչ, փոշե ճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող սարքավորումներ։ Այս փորվող գրունտը պետք է խոնավեցվի, որպեսզի փոշի չբարձրանա եւ շնչահեղձ չանի շրջակա շենքերի բնակիչներին, նույնիսկ քաղաքապետներ օրերս ֆիքսել, որ իրենց կողմից հրապարակված նոր կարգավորումներին կարծես ոչ բոլոր շինարարներն են հետևում։ Հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպիսի ամբողջ քաղաքով դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն, հագեցած լինեն փոշու պաշտպանիչ ցանցերով, ջրի թնդանոթներով եւ օդի որակի չափիչ սարքերով։ Օրենսդրորեն գուցե թե բոլոր գործիքները տրվել են պատասխանատու պետական մարմիններին, սակայն գետնի վրա այդ գործիքների կիրառության արդյունքը միշտ չէ, որ երևում է։ Քաղաքի կենտրոնում շինարարները գուցե եւ սրբորեն պահպանում են սահմանված չափորոշիչները, բայց ոչ արվարձաններում։ Անցնեք քաղաքով, դուք այդպիսի տեսարան չեք տեսնի։ Շատ քիչ կազմակերպություններ են, որոնք օգտագործում են շինարարական օբյեկտներում ջրցան մեքենաները։ Դա շատ քիչ տոկոս է կազմում։ Իսկ ինչն է այս իրավիճակի պատճառը, մասնագետները նշում են, որ բիզնեսմենները շինաշխատանքների կազմակերպման process-ում դեռ նախկին իներցիայով են առաջնորդվում։ Այսինքն չկա անկալում, որ հնարավոր խախտումները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել։ Հիմա իրան ավելի է ձեռ տալիս ինքը տուգանք վճարի, քան թե բերի ջրցան մեքենա։ Այսինքն տուգանքը այնպիսի մեծ պիտի լինի, որ ինքը գերադասի նորմերը պահպանի, քան թե վճարել տուգանք։ Նախ տուգանքների թվերն են ահռելի մեծ եւ վախենալու, ել չասեմ մինչեւ իսկ կասեցում կարա տեղի ունենա։ Ճիշտ եմ հիշում, պարոն Մարգարյան։ Հիմա հետեւապես հարգելի գործընկերներ, ես քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեմ մի շինհրապարակ, որը խնդրահարույց է։ Ենթադրվում է, որ զգուշացումներից գործում սահմանված պատիժները կիրառելու դեպքում ձեռնարկատերերը միայն կսկսեն հետևել այն ամենին, ինչը սահմանվել է օրենքով եւ նորմերով։ Մինչ այդ, ինչպես այս դեպքում է, Երևանի օդը շարունակելու է հարստացվել փոշով ավելի անտանելի դարձնելով հարակից շենքերի բնակիչների կյանքը։ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Մահացել է մարզական հաջողություններ ունեցող ֆուտբոլով զբաղվող 13-ամյա մի աղջիկ։ Նախնական տեղեկություններով մահվան հանգամանքներին վերաբերող գյուղում շրջանառվող վարկածներից մեկը էներգետիկ ըմպելիքի օգտագործմանն է վերաբերում։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Մահվան ստույգ պատճառն էլ դեռևս հայտնի չէ։ Հաստատված բան չի կոնկրետ, էլի, մարդիկ տարբեր բան են խոսում։ Դա գյուղի խոսակցությունն է, ժողովուրդն է տես խոսում։ Իսկ ինչից է եղել, դա դատաբժշկական փորձաքննությունը կասի արդեն ինչից է եղել։ Մեր ունեցած ինֆորմացիայով երեխան ջերմել է, տեղափոխել են հիվանդանոց, գլխի հատվածում ասին թարախային պրոցեսներ կա։ Էներգետիկ ըմպելիքը հաճախ ներկայացվում է որպես հոգնածության հաղթահարման եւ աշխատունակության բարձրացման միջոց։ Մասնագետները սակայն զգուշացնում են, որ դրանք նախատեսված չեն երեխաների եւ դեռահասների համար։ Էներգետիկ ըմպելիքի հիմնական բաղադրիչներից են մեծ քանակությամբ կոֆեինը, շաքարը, տաուրինը, գուարանան, ինչպես նաեւ տարբեր խթանիչ նյութերը ու վիտամինները։ Հենց կոֆեինի բարձր պարունակությունն է համարվում վտանգավոր դեռևս զարգացող օրգանիզմների համար։ Բժիշկները շեշտում են, կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել սրտխփոց, արյան ճնշման բարձրացում, ձեռքերի դող, գլխապտույտ անհանգստություն, անքնություն, գլխացավ, սրտխառնոց եւ ջրազրկում։ Եթե էներգետիկ ըմպելիքն օգտագործվում է հաճախ կամ մեծ քանակությամբ, վտանգը կարող է էապես աճել։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի վերլուծական կենտրոնից նշում են, որ վերլուծությունները ցույց են տալիս գալի տարածվածությունը եւ դրա հետևանքով կողմնակի բարդությունները, հատկապես սրտանոթային եւ նեյրովեգետատիվ համակարգերի վրա բացասական ազդեցությունը։ Մասնավորապես վերլուծության արդյունքում հայտնաբերվել է սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ը ավարտվել են մահվան ելքով։ Մասնագետները նշում են, որ էներգետիկ ըմպելիքները կարող են բացասաբար ազդել նաեւ դեռահասների նյարդային համակարգի վրա, մեծացնելով գրգռվածությունն, անհանգստությունը, ինչպես նաև խանգարել քնին եւ ուշադրության կենտրոնացմանը։ Բարձր շաքարի պարունակությունն իր հերթին նպաստում է ավելորդ քաշին, ատամների վնասմանը ու նյութափոխանակության խաթարմանը։
Այնուամենայնիվ առողջապահական կազմակերպությունները տարիներ շարունակ խորհուրդ են տալիս, զգուշացնում, հիշեցնում, որ երեխաներն ու դեռահասները հնարավորինս խուսափեն էներգետիկ ըմպելիքներից, քանի որ անվտանգության հետ կապված հնարավոր ռիսկերը տարիքային այս խմբի համար լավ ուսումնասիրված չեն։ Մասնագետները ծնողներին հորդորում են լինել զգուշավոր եւ ուշադրություն դարձնել, թե ինչ են օգտագործում իրենց երեխաները, իսկ վատ ինքնազգացողության, սրտխփոցի, գլխապտույտի կամ այլ ախտանիշների դեպքում էլ անմիջապես դիմեն բժշկական օգնության։ Երեխաների հոգեկան առողջության պահպանման եւ ժամանակին աջակցության անհրաժեշտությունը վերջին տարիներին հատկապես ավելի հաճախ է հայտնվում մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով Հայաստանի դպրոցներում եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներդրվելու է հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության առավել կայուն համակարգ, որի նպատակը երեխաների հոգեբանական կարիքների վաղ բացահայտումն ու անհրաժեշտ աջակցության ապահովումն է լինելու։ Դպրոցներն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարևոր դեր ունեն երեխաների հոգեկան առողջության եւ բարեկեցության ապահովման գործում։ Ավելի քան 36,000 երեխայի ընտանիքների հետ միասին տեղահանությունից հետո դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ծառայությունների հզորացումը դարձավ հրատապ անհրաժեշտություն։ Օգնելու փախստական երեխաներին հաղթահարել ճգնաժամի հետևանքները, շարունակել կրթությունը եւ հաջողությամբ ինտեգրվել նոր կրթական միջավայրում, միաժամանակ աջակցելով նաև ընդունող համայնքների երեխաներին։ Նոր մոտեցումը փորձարկվել է 8 դպրոցում եւ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունում։ Ավելի քան 3000 ուսուցիչ, հոգեբան, դպրոցի տնօրեն եւ նախադպրոցական հաստատության աշխատակից է մասնակցել կարողությունների զարգացմանն ուղղված 6 ծրագրի։ Մասնագետների գնահատմամբ նման ծրագրերը կարևոր են, սակայն դրանց արդյունավետությունը մեծապես պայմանավորված է այն միջավայրով, որտեղ երեխան ապրում եւ սովորում է։ Բնականաբար կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր միշտ պետք է անել, դրա համար նորմալ է, բայց շատ կարևոր է, որ ոչ միայն այդ տեսակի ծրագրերը արվեն, այլ նաև մեր կյանքն էլ փոխվի, որովհետև դպրոցներում առկա շատ սոցիալական, հոգեբանական խնդիրներ, դրանք կյանքի արդյունք են, իրականության արդյունք են։ Մասնագետները նկատում են նախորդ տարիների համեմատ հոգեբաններին դիմելու մշակույթը աստիճանաբար ավելի է զարգանում եւ ձևավորվում, քանի որ հասարակության վերաբերմունքն է նաեւ դրա նկատմամբ փոխվել։ Հոգեբանների դիտարկմամբ դպրոցներում առավել հաճախ հանդիպող խնդիրներից են բուլինգը, հասակակիցների միջավայրում հարմարվելու դժվարությունները, տագնապային իրավիճակներն ու տարատեսակ վախերը։ Նման համակարգի ներդրմանը մասնագետները դրական են արձագանքում։ Բավականին ողջունելի նախագիծ է, որովհետև նախ որքան էլ որ մենք խոսում ենք այն մասին, որ հոգեբանին դիմելու մշակույթը մեր երկրում արդեն թափ է ստացել, այնուամենայնիվ կան որոշակի շերտեր հասարակության, ովքեր դեռևս վախենում են դիմել հոգեբանի, կամ ամաչում են, կամ ուղղակի տեղեկացված չեն։ Եվ նաև երեխաները, ինչպես նաև ծնողները եւ մանկավարժները շատ դեպքերում, որ որոշակի խնդիրներ համարում են, որ դա նորմալ է, կճանաչեն խնդիրը։ Հոգեկրթության պայմաններում կհասկանան, որ դա խնդիր է, որը որ պահանջում է լուծումներ։ Մասնագետները նաև նշում են, որ Արցախից տեղահանված երեխաների աջակցության նպատակով իրականացվել են դպրոցական նոր միջավայրին նրանց ինտեգրմանը, սոցիալական նոր հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև տեղահանության հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների հաղթահարմանը միտված լայնածավալ ծրագրեր։ Մասնագետների գնահատմամբ այդ տրավմաները խորքային են եւ պահանջում են նպատակային եւ շարունակական աջակցություն։ Երեխաների հոգեկան առողջության պահպանումը կրթության որակի անբաժանելի մասը համարող մասնագետները նշում են, որ դպրոցներում ժամանակին ցուցաբերվող աջակցությունը կարող է կանխել բազմաթիվ խնդիրներ, նպաստելով երեխաների լիարժեք զարգացմանն ու բարեկեցությանը։ Նորհաճան քաղաքի Թումանյան փողոցում առանց խեղդվելու անհնար է քայլել, փոշու հսկայական ամպն է ուղեկցում բնակիչներին արդեն տևական ժամանակ, իսկ անձրևոտ եղանակին ցեխը։ Քամու ժամանակ երբ անձրև չի լինում, փոշին մի 100 մետրից երևում է։ Քաղաքացիներն ասում են ճանապարհը հազիվ 1 կիլոմետր լինի, սակայն որևէ մեկը քաղաքային իշխանությունից չի շտապում վերջ տալ այդ անմխիթար վիճակին։ Մշակույթի տուն ու եկեղեցի հասնելու համար նույնպես պետք է այստեղով անցնել։ Այս բնակիչների ամիսներ շարունակ տեղում դոփում են, գործը կանգնած է, դա իրենց մոտ զայրույթ է առաջացնում։ Կմենակ պատժիչը բա փոշին։ Էսի ինչքան ժամանակ է այս վիճակն է։
Նոր հաճընցիները տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին Կոտայքի մարզպետին են դիմում, որպեսզի կիսատ մնացած գործն ի վերջո ավարտին հասցվի, իրենք էլ փրկվեն փոշուց ու խեղդվելուց։ Գարեգին Նժդեհ փողոցի 23 կոտորակ 3 հասցեի նորակառույց շենքի ու հարևան նորակառույցի բնակիչներն են բողոքի դուրս եկել։ Անելանելի վիճակում են, կոյուղատարի խնդիր ունեն, մինչդեռ շենքերը նորակառույց են, սահմանված կարգով հանձնվել են շահագործման։ Հարակից մասնավոր հողամասի սեփականատերն է պարզապես ըստ բնակիչների դիտավորյալ բետոնապատել ու քարերով լցված պարկերով ամբողջությամբ փակել դիտահորը։ Այսինքն բետոնարը, որ փակվի ձեր կոյուղատարի որ այդ շենքի ժողովուրդը, այս երկու շենքը, որ ունի մոտորապես էս ասեմ 130-140 ընտանիք են, դե միջինով որ հաշվես գալիս է մոտ 500 քանի բնակիչ։ Փագում է, էլի, այսինքն սա իրանց տարածքում է գտնվում, չէ՞։ Գնես ինչ, ասենք ոնց կարելի ապրել այս պայմաններում, էլի։ Ասենք էս ինչ է։ Ոստեղից էլ արդեն տալիս է։ Ու էսի տալիս է սաղ առաջի երկ նկուղ, սաղ -1, -2-ը սաղ sense վիճակում է։ Կեղտաջրերը նկուղներ ու նույնիսկ որոշ բնակարաններ են լցվում, եթե նախկինում կառուցապատողն ու բնակիչները հատուկ տեխնիկայի միջոցով կարողանում էին գոնե ժամանակավորապես մաքրել դիտահորը, հիմա դա էլ չեն կարողանում։ Նույնիսկ տեխնիկան է անզոր։ Բայց փաստացի այդ փակ դիտահորի պատճառով մեծ վնասներ են կրում բոլորը։ Այսինքն այնտեղ այն մյուս կողքի շենքի առաջի հարգնա սաղ ջուր լցվել է, որ ամբողջ օրը կանայք կեղտաջուր են տրյապկով ու վեդրոներով վարել, այսօր այստեղ սաղ որերը լցված է եղել, այսինքն մարդիկ հիպոթեկով, վճարելով կամ առնելով նորակառուցում տուն են գնե, բայց փաստացի չեն կարող օգտագործեն այն ինչ որ իրանք ձեռք են բերել բնականոն ընթացքով։ Դրա համար պետք է հասկանալ այս խնդիրը ոնց է լուծում։ Սա վեոլա ջրի տիրույթում է, քաղաքապետարանի տիրույթում է, ինչ որ անհատի քմահաճույքի պատճառով այս խնդիրը առաջացել, այս բանը չգիտենք, փորձում ենք լուծում տալ։ Վտանգված է նորակառույցներում բնակվող հարյուրավոր երեխաների, տարեցների ու մյուս բնակիչների առողջությունն ու անվտանգությունը։ Իսկ եթե քաղաքապետարանը շուտ ապույտ եւ արդյունավետ քայլեր չձեռնարկի, իրենք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները։